Բարի գալուս Սիվիլը, տաղավարում հյուրընկալել եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, ձեր կազմակերպությունը վաղաշաբաթի ընտրություններին հայտ է ներկայացրել, նախաձեռնությունը կազմակերպությունը չհետևալ պարագայում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Դրա վերաբերյալ երեք եղել է նաև հայտարարություն ականատես մեկ այլ դիտորդական կազմակերպության, ականատես դիտորդական ուրեմն կազմակերպության կողմից, որտեղ մեղադրել են ձեզ ձեր նախաձեռնությանը քաղաքական հակաքարոզչություն իրականացնելու մեջ, տվյալ դեպքում իշխանական, կոնկրետ մեկ կուսակցության, խոսքը կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին է, դա որակվելով որպես ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի ուրեմն խախտում, որ պետք է դիտորդություն իրականացնելիս քաղաքական չեզոքություն պահեք, եւ նման վարքագիծ տեսել են նաեւ ձեր կազմակերպության անդամների ուրեմն մոտ Գյումրիի ընտրությունների ժամանակ։ Ինչու դիտորդություն, մի կողմից դիտորդություն եք անում կամ նման հայտ եք ներկայացնում, բայց քաղաքական չեզոքություն չեք պահում, ինչու։ Կներեք, ձեր հարցը իրականում ճիշտ չի ձևակերպված։ Ավելի շուտ եկեք այդ մեղադրանքին անդրադառնանք, որովհետեւ նախ եւ առաջ հայտը ներկայացրել են երկու հարցը ի՞նչն է սխալ ձևակերպված։ Չէ, դուք ասում եք ինչու քաղաքական չեզոքություն չեք պահում, քաղաքական չեզոքություն եք պահում։ Հարցը գալիս է հայտարարությունից։ Չէ, դա պետք է մեկնաբանել։ Իհարկե, ես դրա համար հիմա տեսեք հարցը։ Ուրեմն նախ հայտը ներկայացրել են երկու հասարակական կազմակերպություններ, Հայաքվե ընդհանուր, այսպես ասած, բանի տակ, Անվանման տակ, այո, հովանոց տակ, ոչ թե մեր կազմակերպությունը ամբողջովին, այլ երկու հասարակական կազմակերպություններ, որոնք մեր միավորման անդամներ են, ընդհանուր հովանոցի տակ։ Ձեր բրենդի տակ, այսպես ասած։ Այո, մեր բրենդի տակ։ Հիմա տեսեք, ուրեմն ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է դիտորդների իրավունքները եւ պարտականությունները։ Եվ երբ որ դուք ուշադիր կարդում եք այդ հոդվածը, այնտեղ հստակ գրված է, որ քաղաքական չեզոքությունը վերաբերվում է դիտորդներին իրենց իրավունքները իրականացնելիս։ Այսինքն, երբ որ դիտորդը իրականացնում է իր դիտորդական աշխատանքը, դիտորդական գործունեությունը, նա այդ ընթացքում պետք է քաղաքական չեզոքություն պահպանի։ Այսինքն, երբ որ նա մտել է ընտրատեղամաս կամ գնացել է ընտրական հավաքի, ենթադրենք նախընտրական հավաքի, այնտեղ դիտորդական աշխատանքը իրականացնում եւ այլն, հա, այդպես դիտարկում է իրականացնում, նա այդտեղ պետք է քաղաքական չեզոքություն պահպանի։ Այդ մեկ։ Երկրորդը քաղաքական չեզոքությունը վերաբերվում է նույն 33-րդ հոդվածի տրամաբանությամբ այն ընտրական գործընթացին, որին դիտորդը մասնակցում է։ Այսինքն մենք ունենք վաղարշաբաթի ընտրություններ, այնտեղ մասնակցում են 8 կուսակցությունների թիմեր։ Այդ 8 կուսակցությունների թիմերի հետ կապված եւ անձերի հետ կապված եւ կուսակցությունների հետ կապված այն պահից սկսած, երբ որ գրանցվել է մեր դիտորդական առաքելությունը, մեր կազմակերպության դիտորդական առաքելությունը, մենք բացարձակ քաղաքական չեզոքություն ենք պահպանել, բացարձակ։ Գյումրիում պահպանել եք։ Իհարկե, Գյումրիում նույն կերպ, բայց եկեք մի հատ դες բացատրեմ սա, իհարկե։ Այսինքն մենք այդ կուսակցությունների կամ նրան ներկայացնող թիմերի, անհատների հետ կապված բացարձակ ոչ մի հաղորդակցություն չենք իրականացրել հոկտեմբերի 27-ից սկսած։ Մեր մոտ տաբու է դրած։ Ասել ենք որևէ մեկի մասին, ոչ անդիմադիր կուսակցությունների, ոչ իշխանական կուսակցությունների, ոչ նրանց ներկայացնող անհատների մասին ոչ մի խոսք, բացարձակ ոչ մի խոսք։ Եվ եթե դուք հետևեք ընտրությունների համատեքստում թե առհասարակ այս կոնկրետ վաղարշաբաթի ընտրությունների համատեքստում բացարձակ ոչ մի խոսք չկա իրանց մասին, ոչ մի խոսք։ Դուք չեք տեսնի մեր հաղորդակցության մեջ, ասենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անվանումը կամ հանրապետություն կուսակցության անվանումը կամ ենթադրենք հաղթանակ դաշինք չկա, ընդհանրապես ոչ մի խոսակցություն չկա։ Մենք վաղարշաբաթում կոնկրետ համայնքում իրականացնում ենք միայն մշտադիտարկում, թե ինչ այնտեղ տեղի ունենում, եւ դրա հետ կապված միակ հանրային հաղորդակցությունը տեղի կունենա ուրբաթ օրը, այսինքն քարոզչարի վերջի օրը, երբ որ մենք գնահատական կտանք, թե քարոզչարի ընթացքում ինչ է տեղի ունեցել։ Բացարձակ այլ ոչ մի հանրային հաղորդակցություն չկա։ Հիմա ինչի է հղում կատարում ականատես եւ ինչա մեր կարծիքով բացարձակ սխալ է հղումը։ Իրանք վերցնում են մեր տարբեր տեսակ սոցիալական էջերը, ենթադրենք Facebook սոցիալական հարթակում կամ YouTube-ում եւ ասում են դուք քննադատում եք իշխանություններին, ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իրականում իշխանություններին։ Խոսքը վերաբերում է ենթադրենք կառավարության գործողությունների մասին, բայց կառավարությունը այս ընտրական գործընթացի մասնակից չի ընդհանրապես։ Այս ընտրական գործընթացի մասնակից չի։ Եթե մենք քննադատում ենք կառավարությանը, իսկ այո, մենք քննադատում ենք կառավարությանը, դա չի նշանակում, որ մենք այս ընտրական գործընթացին որևէ կերպ խառնվում ենք, որովհետև կառավարությունը դա առանձին մարմին է, որը
տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չի մասնակցում ընդհանրապես։ Այսինքն այդ իմաստով մենք քաղաքական չեզոքությունը երբեք չենք խաղացել։ Սոցիալական էջերի հարթակն է։ Էջերում կարելի է տեսնել հիմա էլ հոլովակներ, որտեղ ասում եք, օրինակ, ձեր ակտիվ մասնակիցներից մեկը ինչ-որ հարցազրույց է տալիս կամ հանդես է գալիս որոշակի ուղերձով հայտարարությամբ եւ ասում է, այս իշխանությունը իշխանափոխությունից հետո հայտնվելու է բանտում, այլ տարբերակ չկա։ Սա չի ազդում ձեր դիրքորոշման, ձեր անկողմնակալության վրա այս ընտրությունները։ Չի ազդում, նորից եմ ասում, տեսեք, մենք անցած շաբաթ ավելին ձեզ ասեմ։ Մենք անցած շաբաթ ես անձամբ դատախազություն հաղորդում եմ ներկայացել հանցագործության մասին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ կապված։ Ես եմ հաղորդում ներկայացրել։ Իմ ներկայացած հաղորդումը վաղաշաբաթի ընտրությունների հետ կապ չունի։ Կապ չունի, այնտեղ ընտրական գործընթաց է գնում։ Այդ նույն ժամանակ զուգահեռ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը մտնում է Հովանավանք եւ իրականացնում է գործողություններ, որոնք մեր տեսանկյունից իրավական դաշտում հավասարազորեն իր պաշտոնական դիրքի չարաշահմանը, որովհետեւ ինքը մտնում է ինչ-որ մի հատ ծեսի բավական մեծ ուժային ռեսուրսներով, որոնց նպատակը բոլորովին էլ այդ ծեսը չի, այլ վարչապետի անձի անվտանգության ապահովումը, այսինքն նա օգտագործում է իր պաշտոնական լիազորությունները եւ դրանով իրան վերապահված ռեսուրսները ուժային, որպեսզի խառնվի եկեղեցու գործունեությանը, հասկանում եք, եւ եթե մենք այդ հաղորդումը տվել ենք, ինձ խնդրում եմ բացատրեք, վաղարշաբաթի ընտրությունների հետ դա ինչ կապ ունի։ Այդ դրամաբանությամբ երկրում ինչ տեղի ունենում, դե պետք է դրա մասին լռես։ Ես նաեւ մեղադրում եմ, որ Գյումրիի ընտրությունների ժամանակ հենց ընտրական գործընթացի բուն քվեարկության օրը ձեր անդամները հանդես են եկել քաղաքական հայտարարություններով։ Բացարձակ կեղծիք է։ Դու բերեն ցույց տան այդ հայտարարությունը։ Բացարձակ կեղծիք է։ Գյումրիի հետ կապված մենք արդեն անդրադարձել ենք այդ հարցին։ Այսինքն չի եկել որևէ բացարձակ կեղծիք է։ Բացարձակ։ Գյումրիի ընտրությունների օրը մենք աշխատել ենք, եթե ճիշտ եմ հիշում, 82 կամ 83 ընտրական տեղամասեր, եւ մենք ներկայացրել ենք 150 դիտորդ։ 150 դիտորդ է մասնակցել մեր կողմից։ Որևէ ընտրական տեղամասում, ընտրական հանձնաժողովի որևէ անդամի, նախագահի, քարտուղարի կողմից որևէ վերապահում չի ներկայացվել մեր աշխատանքի մասին։ Ընդհակառակը բոլորը արձանագրել են, որ մենք ամբողջ աշխատանքը իրականացրել ենք օրենքի ոգուն եւ տարին համապատասխան, ավելին մենք ըստ էության բացարձակ եղել ենք սահմանադրության եւ օրենքների պաշտպանության ընտրական տեղամասերից դուրս են եկել եւ հաղորդակցվել են մեդիայի հետ, չեն քննադատել իշխանության այդ ժամանակ։ Ոչ, բացարձակ, բերեք այդ օրինակը դրեք մեր առաջ ցույց տվեք։ Բացարձակ, բացառված է։ Ես ես մի բան ասում եմ, այդ պետք է հստակ հասկանալ։ Մեր դիտորդները Հայ-ակվեն ունի Հայաստանում ամենամեծ դիտորդական կազմակերպությունը։ Մենք ունենք այս պահի դրությամբ 500-ից ավել պատրաստված դիտորդներ։ Մեր բոլոր դիտորդները, երբ որ անցնում են պատրաստությունը, իրենց հստակ ներկայացվում է դիտորդներին հետ կապված պահանջները։ Այսինքն դիտորդը, այո, իր աշխատանքը իրականացնելիս պետք է բացարձակ քաղաքական չեզոքություն պահպանի։ Եվ ես ինքս եմ դիտորդ եղել ախր այդ օրը։ Ինքս եմ դիտորդ եղել։ Իմ ամբողջ աշխատանքը ես հիշում եմ այդ օրը առնվազն մի 10 անգամ հայտնվել եմ տեսախցիկների առաջ։ Իմ ամբողջ աշխատանքը եւ իմ ամբողջ հաղորդակցությունը այդ օրը եղել է ընտրախախտումների մասին։ Միայն եւ միայն ընտրախախտումների մասին։ Այս տեղամասում եղել է այս ընտրախախտումը, այս տեղամասում տեսել ենք կուտակում, այս տեղամասում տեսել ենք ուղղորդում եւ այլն։ Իշխանությունների, տեխնացուների, քաղաքական կուսակցությունների մասին ոչ մի բառ մեզանից չի եղել։ Եթե հակառակը կա, թող բերեն ցույց տա։ Շատ լավ, եթե լինի, թող ցույց տան։ Գուցե մենք էլ նայենք, տեսնենք, եթե լինի, մենք էլ ցույց կտանք։ Պարոն Չալաբյան, տեսեք, դուք ասացիք Հայ-Ակվեն ունի 500 պատրաստված դիտորդ։ Եթե չեմ սխալվում, այս հարցազրույցից առաջ որ մենք ձեզ խոսում էինք, ասացիք նաև որ ունեք 14 գրասենյակ Հայաստանի Հանրապետությունում, տարբեր մարզերում, տարբեր քաղաքներում։ Դա բավական մեծ ռեսուրսի մասին է խոսում, այսինքն յուրաքանչյուր գրասենյակ պահելը, դրա համար վարձավճար վճարելը, այնտեղ պահելը նաև անձնակազմ, նրանց վարձատրելը եւ այլ 500 դիտորդ պատրաստելը, դա եւս մեծ ռեսուրսներ է, գուցե նաև դիտորդներին եք վճարում, ինչը նորմալ է, պետք է վճարել, մարդիկ աշխատանք են անում։ Վճարում են, եթե իրանք դիտորդական այո, իհարկե, դիտորդական կասեք ձեր ֆինանսավորման աղբյուրները որտեղից են, որովհետեւ իսկապես մեծ գումարների մասին է խոսքը։ Կբացեք այդ աղբյուրները։ Այո, հաճիկով եւ իդեպ ես ձեզ ասեմ, այդ հարցը մեզ հաճախ են տալի եւ մենք բնականաբար պետք է այդ հարցում թափանցիկություն ապահովենք։ Հայ-Ակվեի հիմքում գտնվում է հիմնադրամ, որը կոչվում է Արարատյան շարժում հիմնադրամ, որը իրականացնում է միջոցների հավաքագրում Հայ-Ակվեի տարբեր ծրագրերի իրականացման համար։ Միջոցների հավաքագրումը ունի մի շատ կարևորագույն սկզբունք։
բոլոր միջոցները պետք է լինեն հայկական աղբյուրներից, դա մեկ, այսինքն որպես կանոն դա հայ անհատներ են, որոնք այդ միջոցները տիրապետում են։ Երկրորդ, այդ միջոցները պետք է բացարձակ օրինական լինեն։ Բացարձակ օրինական, չպետք է լինի որևէ միջոց, որը հանգարց, նույնիսկ չնչին մի հատ կասկած առաջացնում, որ սա կարող է լինի, ինչ որ չգիտեմ, կոռուպցիոն հետ կլինի եւ այլն եւ այլն։ Այսինքն դա որպես կանոն օրինական բիզնեսով արձակած միջոցներ են, որոնց մեզ այդ անհատները փոխանցում են մեր կանոնադրական խնդիրների իրականացնելու Հայաստանից եւ թե Հայաստանից դուրս նաեւ։ Եվ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս, երկուսն էլ։ Շատ լավ, հանրային հաշվետվությամբ պատրաստում եք հանդես գալ, օրինակ բաց եք այդ աղբյուրները։ Ամեն տարի աուդիտ ենք անում։ Ամեն տարի մենք աուդիտ ենք։ Եվ ձեր մոտ բաց դրված են այդ տվյալները։ Չէ, տեսեք, բաց չի այն իմաստով, որ անձերը թե ովքեր են փոխանցում իրականացրել, իրանք շատ հաճախ ցանկություն չունեն, որ իրենց անձը բացահայտվի եւ իմիջիայլ այդպիսի օրենքի պահանջ չկա։ Բայց օրենքի պահանջը թե ինչքան միջոց ենք մենք ստացել, այդ միջոցները ինչպես ենք ծախսել, որքանով արժանահավատ, որ այն միջոցները մենք ծախսել ենք, իսկապես գնացել է իր նպատակներին։ Այդ ամեն ինչը մենք ամեն տարի իրականացնում ենք բնականաբար, որտեղ Արարատյան շարժումը մեծ հիմնադրամ է, իսկապես մեծ միջոցներ է հավաքագրում, մեծ միջոցներ, խոսքը գնում է 10 տարեկան մոտավորապես ինչ գումարի մասին։ Այդ ես տարվա վերջում ձեզ կարող եմ ասել։ Նախորդ տարվա տվյալները կարող եք ասել։ Շատ մոտավոր թեկուզ։ Չեմ հիշում, բայց խոսքը գնում է 13 միլիոնավոր դրամների մասին բնականաբար, հա, փոքր միջոցներ չեն, մեծ միջոցներ են։ Այդ միջոցներից նվիրատուներից մեկն էլ ես եմ մասնավորապես, հա։ Եվ ես կարող եմ ասել, օրինակ անցած տարի ես ինչքան եմ հատկացրել։ Ես անցած տարի ինքս մոտ 20 միլիոն դրամ եմ հատկացրել։ Ձեր միջոցներից։ Իմ միջոցներից մոտ 20 միլիոն դրամ եմ հատկացրել։ Ենթադրում եմ, որ այս տարի ավելի շատ հատկացնեմ։ Զգալիորեն ավելի շատ կհատկացնեմ, այո, որովհետև ճիշտ եք ասում, երբ որ դու գրասենյակների ցանց եք բացում, երբ որ այդ բոլոր գրասենյակները իրականացնում են տարաբնույթ ծրագրեր, բարեգործական, կրթական, հանրային ակտիվությունը խրախուսելու եւ այլն, այո, այդ ամեն ինչը միջոցներ է պահանջում, բայց մենք այդ ամեն ինչը գիտակցելով ի սկզբանե ստեղծել ենք համակարգ, որը մեզ օգնում է այդ միջոցները հավաքագրել բացարձակ օրինական, բացարձակ, այսպես ասած, լեգիտիմ աղբյուրներից։ Եվ դա է հայ-քվեի ամենամեծ ուժը իմիջիայլոց։ Ինչպես եք հավաքագրում, ուղղակի իրականացնում եք ֆանդրեյզինգ արշավներ, թե տարեկան ցանկացած օրվա ընթացքում ինչ-որ մարդիկ գումարներ են հանգանակում ցես։ Ասեմ դες իրականում ինչպես է տեղ ունենում, որպես կանոն այն շրջանակը մարդկանց, որոնք մեզ միջոցներ են փոխանցում, մեզ լավ ճանաչում են։ Տարբեր ձևերով մեզ լավ ճանաչում են, մեր գործունեությունը հիշեք, որ ես շատ մեծ ցանց ունեմ եւ Հայաստանի ներսում եւ ամբողջ աշխարհում իմ նախկին գործունեության պայմանավորված, մասնապես հիշեք նաև, որ 2012 թվականից սկսած ես բարեգործական հիմնադրամի հոգաբարձու եմ եղել, վերադարձ Հայաստանի 14 թվականից առար հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի նախագահն եմ եղել, այսինքն իմ համար այդ ֆանդրեյզինգային գործունեությունը իմ նախորդ կյանքի զգալի մասն է եղել, ես ինչ-որ չափով դրա մեջ մասնագիտացած եմ։ Եվ դրա շուրջը ձևավորվել է բավական մեծ շրջանակ։ Դրան գումարած ես երկար տարիներ նաև եղել եմ IP հիմնադրամի աջակիցներից մեկը եւ այդ IP հիմնադրամը ընդհանրապես հսկայական շրջանակ ունի աջակիցների, որոնց մի մասը, ոչ բոլորը իհարկե, բայց մի մասը նաև աջակցում են մեր գործունեությունը։ Եվ այդտեղից է, որ առաջացել է այն շրջանակը մարդկանց, որոնք ինչ որ պահից ասել են, եկեք նաև աջակցենք Արարատյան շարժում հիմնադրամին, որովհետև այն ծրագրերը, որ նա է իրականացնում, մյուսները չեն իրականացրել, այսինքն դիտորդական ծրագիր ոչ ԱԻԲ, ոչ Վերադարձ Հայաստանը, ոչ Արարը չեն իրականացրել, բայց դրա անհրաժեշտությունը մենք տեսել ենք։ Հայ-քվե շարժման կամ Արարատյան հիմնադրամի շարժման, ինչպես դուք եք ասում, վերջնական նպատակը ո՞րն է։ Հայ-քվեի նպատակը շատ հստակ ձևակերպված է։ Հայ-քվեի նպատակը Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելն է եւ դրա միջոցով Հայաստանի Հանրապետության հարատեվությունը ապահովելն է։ Դա գրած է մեր բոլոր սոցիալական։ Ինչ ասել է ազգային իշխանություն ձևավորել։ Ազգային իշխանությունը դա այն իշխանությունն է, որը գործում է մեր հայ ազգի շահերից։ Մեր պատկերացմամբ։ Այս իշխանությունը գործում է հայ ազգի շահերից։ Մեր կարծիքով նա գործում է հայ ազգի շահերի դեմ։ Իրենք կարծում են, որ ընդհակառակը մենք էլ կարծում ենք, որ ընդհակառակը։ Չէ, հայ ազգի շահերով գործել ավելի առարկայական կասեք ինչի նկատի ունեք։ Այդ դեպքում մենք պետք է ձևակերպենք, որ նա մեր ազգային շահը է, ճիշտ է։ Այո, կարճ կոնկրետ։ Մենք պետք է ձևակերպենք մեր ազգային շահը։ Մեր ազգային շահը դա հարատև հայկական պետությունն է եւ ունենալով այն իրականությունը, որ մենք ունենք, այսինքն աշխարհասփյուռ ազգ, դա աշխարհասփյուռ ազգի բարգավաճումն է Հայաստանի Հանրապետության խարսխի հիման վրա, այսինքն մեր պետության հիման վրա, կենտրոնում պետությունն է, բայց շուրջը ազգն է։ Իդեպ ես ասում եմ, այսօրվա իշխանությունը շահերի կենտրոնը Հայաստանն է։ Շահերի կենտրոնը Հայաստանն է, բայց սուբյեկտը ամբողջ ազգն է։ Այսօրվա իշխանությունը անդադ ասում է, որ
մեր համար Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրողները ընդհանրապես դուրս են մեր հետաքրքրությունից։ Ասում եմ արտად։ Օրինակ ձեր կարծիքով սփյուռք հայերը պետք է քվեարկեն Հայաստանի ընտրություններում։ Եթե այստեղ ֆիզիկապես ներկա են եւ քաղաքացիություն ունեն։ Եթե Հայաստանում ֆիզիկապես ներկա։ Ֆիզիկապես ներկա։ Իսկ դա չի տարբերվում ներկա կարգավորումներից ձեր ասածը։ Ներկա կարգավորումներն էլ դրա մասին են։ Տեսեք, մենք կարծում ենք հետեւյալը։ Հետաքրքիր հարց եք բացում, տարբերվում ասում ձեզ ինչպես։ Նախ մենք կարծում ենք, որ բոլոր սփյուռք հայերը, որոնք ցանկություն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, նրանք պետքա, այո, հնարավորություն ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող են դիմել եւ ստանալ։ Իրականում process-ը շատ դանդաղ է։ Պետքա այդ process-ը արագացնել։ Երկրորդը, այո, իրանք պետքա քվեարկության հնարավորություն ունենան, բայց մենք ունենք մի հատ շատ էական տարբերություն ներգործող համակարգից։ Մենք կարծում ենք, որ նաև պետքա լինի մարմին, որը օրինակ կարող է լինել խորհրդարանի վերին պալատը օրինակ, որտեղ նաև սփյուռքը առանձին քվոտայով պետքա ներկայացված լինի։ Ոչ միայն սփյուռքը, բայց սփյուռքը նաև սփյուռքյան կառույցները հիմնական առանձին քվոտայով պետքա ներկայացված լինեն։ Սենատի նման ինչ-որ Սենատի նման ինչ-որ մի հատ կառույց, որում պետքա ներկայացված լինեն եւ հայաստանյան հանրային կարևորագույն հատվածները, հա, ինչպիսին օրինակ բանակը, եկեղեցին, մտավորականությունը, օրինակ գիտնականները, գիտությունների ակադեմիան եւ այլն, հա, իրավաբանները, բժիշկները, այսինքն հիմնական մեծ պրոֆեսիոնալ շերտերը, ինչպես նաև պետք է սփյուռքյան կառույցներ ներկայացվեն։ Եկեղեցին տարանջատված է պետությունից այս ցամանդրության ինքը ինչպես պետք է ներկա լինի քաղաքական մարմինում։ Դա, տեսեք, եկեղեցին պետությունից տարանջատված է, բայց ցանկացած հոգեվորական, ի վերջո նաև քաղաքացիա եւ ընտրական իրավունք ունի, չէ՞, եւ նաև պետության կյանքին Եթե առանձին հոգեվորական գուցե իր քաղաքացիական դիրքորոշումից ելնելով, բայց դուք ասում եք եկեղեցին։ Տեսեք, նորից եմ ասում։ Մենք տեսեք, հարց եք բացում, եթե հետաքրքրված եք, այդ հարցը մանրամասն։ Հետաքրքրված եմ, որ բացում։ Մենք կարծում ենք, որ մենք պետք է ունենանք վերին պալատ ազգային ժողովի, որում ներկայացված են հիմնական մտավորական, այսպես ասած, շերտերը։ Հոգեվորականները դրա կարևոր մտավորական շերտ են։ Եկեղեցի իրանց պետք է մտածել, ասենք իրանց ինչպես է պետք տալ այդ համանդրություն պետք է փոխել։ Բնական է, դա համանդրական փոփոխություն է։ Եվ ասել, որ մենք այլևս այդքան էլ սեկուլյար պետություն չենք։ Բայց մենք հիմա էլ սեկուլյար պետություն չենք, որտեղ մենք համանդրության 14-րդ հոդվածում ունենք, որովհետև մեր հայ առաքելական եկեղեցուն հատուկ կարգավիճակ է։ Մենք այդքան էլ սեկուլյար պետություն չենք, բայց մենք չենք ասում, որ եկեղեցին պետք է երկիրը կառավարի։ Մենք ասում ենք ի թիվս այլոց։ Դուք ասում եք պետք է մասնակցի։ Պետք է, այո, մասնակցություն ունենա, բայց պետք է մասնակցություն ունենա նաև, նույնպես ասեմ ձեզ։ Օրինակ, բանակը իդեմս կամ իր գործող սպայակազմի կամ իդեմս արդեն պաշտոնաթող սպայակազմի։ Բանակն քաղաքական չեզոքություն պետք է պահի, ինչպես է բանակին ներգրավում պետության կառավարման գործում։ Նորից եմ ձեզ ասում, մտածեք, սենատի խնդիրը ո՞րն է լինելու։ Սենատ պայմանականորեն ավանեն կամ ենթադրենք վերին Կա մի երկիր, որտեղ նման համակարգ է գործում, ձեր ասած տարբերակով։ Բրիտանիայում։ Եկեղեցին, բանակը, Չէ, լորդերի պալատ կա Բրիտանիայում։ Չէ, կա շատ երկրներ կա, որ կա սենատ, դրա մասին չի խոսքը, բայց սենատ նման կազմով, եկեղեցի, բանակ։ Բրիտանիան ասացի, ես պատասխանեցի, Մեծ Բրիտանիան։ Եկեղեցին այնտեղ ներկա է։ Մեծ Բրիտանիայում, ինչպես է դա տեղի ունենում։ Մեծ Բրիտանիայում մի մոռացեք, եկեղեցու ղեկավարը արքան է։ Մոռացել եք, այնտեղ պետությունն ու եկեղեցին ընդհանրապես սերտաճած են։ Եկեղեցու ղեկավարը արքան է։ Թագավորը։ Հա, արքա բառն եմ օգտագործում, թագա կամ թագավորը։ Բրիտանիայում ինչպես է հավաքագրվում լորդերի պալատը։ Տեղերի մի մասը ժառանգական փոխանցվում են, հա, ազնվական ընտանիքներին։ Մյուս մասում արքան նշանակում է բարձր արժանինքների տեր եւ հասարակության մեծ հեղինակություն ունեցող անհատների տարբեր ոլորտներից։ Մենք գիտեք, որ մենք հայ ազգի անդամ ունենք լորդերի պալատում, Արադարզին, որը բժիշկ է կրթությամբ եւ եղել է առողջապահության նախարար, այսինքն սկզբունքը այդ կառույցների ձևավորումը քաղաքական չի, մերիտոկրատական է։ Մենք ասում ենք պետք է ունենալ նաև մերիտոկրատ ինքը հանրային խորհրդի նման մի բան։ Հանրային խորհուրդը իրավասություններ չունի եւ չի էլ աշխատում։ Մենք օրինակ կարծում ենք, որ այսպիսի կառույցը օրինակ պետք է ունենա օրենսդրական վետոյի իրավունք։ Ոչ թե օրենքներ գեներացնել, այլ օրենսդրական վետոյի իրավունք։ Եվ իմիջերս օգտակար կլիներ այդպիսի բան։ Իսկ որոշակի հանրային նշանակության շատ կարևոր, չգիտեմ, նախաձեռնություններ, օրենքներ իր նաև ֆիլտրով անցնել։ Ցանկացած օրենք իր ֆիլտրով պետք է անցնի, օրինակ ունենա վետո իրավունք, որը ստորին պալատը, ազգային ժողովը ունենա նաև հաղթահարելու հնարավորություն։ Ինչ ենք մենք դա ասում։ Եվ ինչ եմ հասկանում, որ պատրաստում եք, եթե Հայաստանում ձևավորվի ձեր պատկերացրած ազգային իշխանությունը, պետք է համադրություն փոխվի։ Անխուսափելիորեն, այո, անխուսափելիորեն, իհարկե այդ կարգի փոփոխություններ են պետք, օրինակ եթե մենք անցնում ենք երկպալատ խորհրդարանի, իհարկե դա համանդրական կարգավորման հարց է։ Էլ ինչ պետք է անի ազգային կառավարությունը, որ չի անում այս կառավարությունը։
Օրինակ վերադարձնի Արցախի հարցը բանակցային օրակարգ։ Դա կնպաստի Հայաստանի հարատեվությանը, թե ոչ։ Այս տարածաշրջանում այս պայմաններում։ Այո, անկասկած։ Երբ կողքը կա օրինակ, չգիտեմ, 10 միլիոնանոց Ադրբեջան, մինչև ատամները զինված եւ 90 միլիոնանոց Թուրքիա, որոնք ասում են հանկարծ չանես դա։ Եվ դա մի հատ խոսենք նոր ռիսկեր է գեներացնելու քո անվտանգության համար։ Եկեք մի հատ խոսենք 10 միլիոնից Ադրբեջանից, հա։ Նախ Ադրբեջանն ունի 7-ից 7.5 միլիոն բնակչություն։ Այդ բոլորս գիտենք, որ բնակչության թիվը 7-ից 9, չգիտեմ, բնակչության թիվը ուռճացված է։ Մերը 3 է։ Հա, բնակչության թիվը ուռճացված է։ Երկրորդը մենք նաև գիտենք, որ Ադրբեջանը մինչև ատամները զինված է մի հատ պարզ պատճառ, որովհետև ինքը փող է դրա վրա ծախսում ի տարբերություն մեզ։ Ես հատուկ ձեր տաղավար գալուց առաջ մի հատ որոշեցի ստուգ եմ թվեր, էլի, մյուս տարվա։ Ուրեմն մյուս տարի Ադրբեջանի պետական բյուջեի ծախսային մասը կազմա 24.5 միլիարդ դոլար, որից 5.1 միլիարդ դոլարը իրանք հատկացնելու են պաշտպանությանը, ռազմարտությունաբերությանը եւ սահմանապահ ծառայությանը։ Անվտանգության ոլորտին, հա։ Դա կազմում է իրանց պետական բյուջեի 21%-ը։ Հիմա Հայաստանի պետական բյուջեն ծախսային մասով մյուս տարի կազմելու է 9.5 միլիարդ դոլար։ Նախ հիշենք, որ ընդամենը 2.5 անգամ է քիչ։ Ընդամենը պետք չի շատ այդպես ուռճացնել Ադրբեջանի բաները։ Մեր պետական բյուջեն եւ իրանց պետական բյուջեն ծախսային մասով ընդամենը 2.5 անգամ են մյուս տարի տարբերում։ Բայց պաշտպանության վրա հատկացվում է եւ պաշտպանության եւ ռազմարտությունաբերության վրա միասին հատկացվելու է 1.5 միլիարդ դոլարը, որը կազմում է մեր պետական բյուջեի 15%-ը։ Հիմա ես հարց եմ տալիս. ինչու է Ադրբեջանը իր պետական բյուջեի 21%-ը ծախսում անվտանգային ոլորտի վրա, իսկ մենք 15%։ Ինչու՞։ Որտեւ ունի այդ հնարավորությունը։ Չէ, ներողություն, մենք էլ կարող ենք 21%-ը ծախսենք, չէ՞։ Ինչ նշանակում։ Իրանք էլ ունեն։ Կարող ենք, բայց ինչ որ մեկը պետք է վճարի դրա համար, դեֆիցիտի հաշվին պետք է ծախսենք։ Չէ, ներողություն, այգիք մի հատ հասկանանք, ինչու ենք։ Մենք օրինակ տեսեք, այս տարի ծախսվում էր 1.7 միլիարդ, մի քիչ էլ ավելի։ Մյուս տարի պակասացվում է 100 միլիոն դրամով, այսինքն 250 միլիոն դոլար։ Որտեղ է ավելի միլիարդ դրամով, այո, որտեղ է, գիտեք, որտեղ ուրա գնալու այդ փողը։ Մենք նստել նայել ենք, ուրա գնալու այդ փողը։ Դեֆիցիտն է կրճատվելու։ Ոչ 5.5% էր դեֆիցիտը, հիմա դառնում է 4.5%։ 30 միլիարդ դրամ գնում է պետական պարտքի սպասարկման ավելացման վրա։ Հիմա այս տարի 395 միլիարդը, մյուս տարի եւ նաեւ առողջապահության եւ կրթության ոլորտներում են ավելացում։ 30 միլիարդ գնալու է ասֆալտի վրա։ Այս տարի 97 միլիարդը հատկացված, մյուս տարի 127 միլիարդը հատկացված։ Եվ այդպես կարամ շարունակեմ։ Վարչապետի պահոստային ֆոնդի աճի եւ այլն։ Այդ միջոցները, որ հանվում են պաշտպանությունից, գնում են այնպիսի ոլորտներ, որոնց անհրաժեշտությունը նույնիսկ չկա։ 127 միլիարդը կապիտալ ծախսերի մասին։ Այո, ասֆալտի ճանապարհաշինության ծախսերի մի հսկայական հատված նաև բանակում է տեղի ունենում։ Չէ, ասֆալտի ճանապարհաշինության զուտ ճանապարհաշինության։ Այո։ Նայել ենք էլի 97 միլիարդի փոխարեն այս տարի դառնում է 127։ Ու իսկ գիտեք ինչու։ Որտեւ ասֆալտի մեջից հեշտ է փող հանելը։ Հեշտ է փող հանելը։ Ու որովհետեւ եթե դուք ուշադրություն դարձնեք, կտեսնեք թե ովքեր են այս երկրում ասֆալտ փռողները։ Չէ, դե ոնց են այս տարիներում իրանք կոռուպցիոն է, բանակի մեջից էլ է շատ հեշտ հանելու։ Սպառազինություն առնելու ժամանակ այդքան հեշտ չի։ Այդքան հեշտ չի։ Այնտեղ հատկատներ չեն գործում։ Չեմ ասում չեն գործում, բայց ավելի դժվար է։ Չէ, գործում են, ինքնադրաբար, բայց ավելի դժվար։ Որևէ մեկի անկողման հավելության կանխավարկած Բայց նորից դուք ախր տարակ ուրիշ ուղղությամբ կոռուպցիա բան։ Ես ձեզ ասում եմ հետեւելը։ Մենք սպառազինությունների վրա ծախսում ենք մեր բյուջեի 15%-ը, երբ որ Ադրբեջանը ծախսում է 21%-ը։ Եվ երբ որ մենք խոսում ենք նրա մասին, որ Ադրբեջանը մինչև ատամները զինված է, այդքան էլ ատամները մինչև զինված չի, ինչքան պատկերացնում եք, էլի։ Բայց մենք առնվազն կարող ենք պարիտետը պահել, չէ՞, մենք էլ կարող ենք մեր բյուջեի 20%-ը ծախսենք, ինչպես ծախսում ենք այս տարի։ Այս տարի ծախսել ենք բյուջեի 20%-ը։ Ինչ է պակասացնում։ Դուք մեղադրում եք այս իշխանությանը, որ ազգային իշխանություն չի, բայց այս իշխանությունն է կոնկրետ այս տարի 1.7 միլիարդի հասցրել աննախադեպ մեծ ծավալի հասցրել բանակի բյուջեն, անվտանգության ոլորտի բյուջեն։ Ես ուղղակի, որը դուք ասում եք, որ պետք է պահվի, որ պետք է ավելացվի։ Ավելացվի կամ պահվի, հա։ Այո։ Ինչով իրենք ազգային չեն այդ առումով։ Եկեք մի հատ հետ գնանք, էլի։ Ինչ է նշանակում ազգային լինել, հա։ Ազգային լինել մենակ չի նշանակում սպառազինություն առնել։ Ազգային լինել նշանակում է ազգային նպատակներ հետապնդել։ Ուրեմն եկեք վերցնենք շատ պարզ թեզ, որը վերջերս հնչել է։ Երբ որ հարց են տալիս երկրի վարչապետին Արցախի բնակչության վերադարձի իրավունքի մասին։ Եվ ինքը ասում է հետևյալը, որ այդ վերադարձի իրավունքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին
Եվ այդ իրավունքից պետք է հրաժարվել։ Եվ կոնֆլիկտացին է, կարծեմ այդպես։ Կոնֆլիկտացին է եւ այլն։ Հիմա եկեք մի հատ մեղմ ասած այդ բնդումը վերլուծենք, ինչ է նշանակում այդ բնդումը։ Եթե մենք հրաժարվում ենք Արցախահայերի վերադարձի իրավունքից, արդյոք այդտեղից հետևում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր մյուս հավակնություններից։ Բնակ արևմտյան Ադրբեջան տրամաբանությունը, որտեղ տրամաբանությունը է դա, չէ՞ որ եկեք մենք դրանից հրաժարվենք, որպեսզի իրանք էլ հրաժարվեն իրանց մնացած։ Իմ պնդումը հետևյալն է. ոչ մենք չի հրաժարվում, այլև ընդհակառակը մենք իրան հավելյալ վստահություն ենք տալիս, որ մենք չենք պայքարելու մեր իրավունքների համար։ Ուստի իրանք կարող են շարունակել նոր պահանջներ դնել մեր վրա, որովհետև օրինակ, եթե մենք խոսում ենք այդ նույն արհեստական գաղափարի մասին, հա, Արևմտյան Ադրբեջան կոչեցել։ Արևմտյան Ադրբեջանը նախ ընդհանրապես տարածքային հավակնություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց ավելին է, դա ըստ էության Հայաստանի Հանրապետության բուն գոյությունը ժխտող կոնցեպտ է, որը այսօրվա դրությամբ արդեն առաջ է տանում անթակույց Ադրբեջանի նախագահական եւ ֆինանսավորվում է իրենց պետական բյուջեից, նախագահական ադմինիստրացիան ֆինանսավորվում է իրենց պետական բյուջեից, 50-ից ավել նախաձեռնություններ են ֆինանսավորվում իրենց պետական բյուջեից։ Հիմա ես կհասկանայի, որ մենք ասենք եկեք մենք սրանից ենք հրաժարվում, իրանք սրանից են, բայց մենք ամեն անգամ, երբ որ մեր ինչ որ մի դիրքը թողում ենք, դա կլինի մարտի դաշտում, թե դա կլինի նարատիվների մակարդակում, թե դա կլինի միջազգային դատարաններում եւ այլն, ցանկացած դիրք, որ մենք թողում ենք, իրան գալիս է դիրքը նվաճում են, ու շարունակում են քշել առաջ։ Եվ դա է այդ իրականությունը, որ մենք տեսնում ենք Ադրբեջանի հետ։ Եվ դա բացատրություն ունի, ամենակարևորը բացատրություն ունի։ Ձեր կարծիքով, եթե մենք դնում ենք արցախցիների Արցախ վերադառնալու կամ վերադարձի իրավունքի խնդիրը, դա պետք է նրա համար, որ իրենք վերջիվերջո վերադառնան այնտեղ, թե դա պետք է նրա համար, որ չեզոքացնենք իրենց արևմտյան Ադրբեջան նարատիվը։ Լավ հարց եք տալիս։ Երբ որ պլան մինիմում ենք որպես նայում, որպես պլան մինիմում, այո, դա պետք է նրա համար, որ մենք առնվազն հակադրվենք իրենց կողմից իրականացվող ագրեսիվ գործողություններին, հա, որ իրանք հասկանան, որ մենք անձնատուր չենք եղել։ Երկրորդը, դա նրա համար է, որ մենք ցույց տանք, որ մենք առաջնորդվում ենք ոչ թե թույլի դիրքորոշմամբ, ոչ թե խեղճությամբ, ոչ թե հնազանդվում ենք, այլ առաջնորդվում ենք մեր իրավունքների գիտակցությամբ, որտեղ այդ մարդկանց հայրենիքն է, տունն է, ոնց կարող ես դու իրենց վերադարձի իրավունքը ժխտես, ոնց կարող ես։ Դուք մի հատ ընդհանրապես ասած, Արշալույս ջան, ձեզ պատկերացրեք, դուք ենթադրենք Ստեփանակերտից կամ Մարտակերտից տեղափոխվել եք, ապրում եք Հայաստան, թողել եք այնտեղ ձեր տունը, ձեր կյանքը եւ ամեն ինչը։ Դուք չունեք վերադարձի իրավունք, ունեք, չէ՞։ Ունեք, ոնց կարող է ինչ-որ մեկը ձեր իրավունքը ձեզանից վերցնել։ Ես հիմա ոչ պոպուլյար հարց տամ ձեզ։ Միանշանակ արցախցիները պետք է ունենան այդ իրավունքը, որովհետև դա բնական իրավունք է։ Բա հենց դրա մասին է խոսքը, չէ՞։ Իր կենսատարածքում ապրելը դա բնական իրավունք է։ Բայց նմանատիպ իրավունք ունեն նաև ադրբեջանցիները։ Ես այլ եմ ասում, ոչ պոպուլյար հարց եմ տալիս։ Այն ադրբեջանցիները, որոնք Հայաստանից են արտագաղթել, նաև հայաստանցիները, որոնք ադրբեջանից են արտագաղթել 90-ական թվականներին, եւ նաև այն ադրբեջանցիները, որոնք արտագաղթել են այդ հարակից կոչվող տարածքներից։ Հարակից որ Արցախի շուրջերից ինքն հատունեմ ազատագրված կամ չգիտեմ գրաված, վերցրած, բուֆերային զոնա, ինչ ուզում եք անվանեք։ Մի հատ շատ մեծ տարբերություն կա Արցախի վերադարձի իրավունքի եւ մնացած բոլորի իրավունքների միջև։ Ուրեմն Հայաստանում ադրբեջանցիները կազմել են բնակչության 5%-ը խորհրդային Հայաստանի ժամանակ, վերջի, ասենք 10-ամյակների ընթացքում։ Ինչ որ պերիոդ ա եղել մինչև պատերազմը, երբ մի քիչ ավելի մեծ տոկոս ա եղել, բայց ադրբեջանցիները երբեք Հայաստանում, խորհրդային Հայաստանում ամենադեպս այդպես մեծ բնակչություն չեն եղել, կոմպակտ չեն ապրել եւ որևէ ազգային ինքնավարություն չեն ունեցել։ Դա որպես միանշանակ, եթե փաստ մեկ, իրենք ծրված են եղել, ապրել են տարբեր բնակավայրերում, խառը նաեւ թեպետ եղել են բնակավայրեր, որտեղ իրենք մեծամասնություն ապրեն, այո, հա, մեծամասնություն ունեցել։ Այդ մեկ։ Երկրորդը, ադրբեջանցիները հեռացել են խորհրդային Հայաստանից, ոչ թե Հայաստանի Հանրապետությունից, հեռացել են խորհրդային Հայաստանից, հեռացել են մեծ հաշվով իրանց կամքով, բայց որը ամենակարևորն է, իրանց սեփականության համար իրանք բոլոր առանց բացառության փոխհատուցում են ստացել, կամ վաճառել են իրանց սեփականությունը, կամ փոխանակել են իրանց սեփականությունը, որտեղ հիշեք, որ երբ որ Հայաստանից այդ 150,000 ադրբեջանցիները հեռացան Ադրբեջան, այդ նույն ժամանակ Ադրբեջանից Հայաստան եկան 300,000-ից ավել հայեր, այսինքն ընդհակառակ վիճակներ։ Ընդդեմ այնտեղ հայերը ապրում են հիմնականում քաղաքներում, ավելի լավ բնակարաններում, բաներում եւ այլն, այդ փոխանակությունը որ տեղի ունեցավ, պրակտիկորեն բոլոր հայերը, որ այդ փոխանակությունները անում էին, իրանք տուժել են դրանից։
Տուժել են։ Հիմա տեսեք, երբ որ դուք ասում եք ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին, հա, շատ հեռավոր ապագայում կարելի է պատկերացնել Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի մասին է խոսքը, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին է։ Լեռնային Ղարաբաղ իրենք հիմա էլ են վերադառնում։ Հիմա վերադառնում են, ես պարզ է, նկատի ունեմ, եթե մենք դնում ենք արցախցիների վերադարձի հարցը, պետք է լեգիտիմորեն դրվի այդ հարցը, որ իրենք էլ վերադառնան այդ իրենց տարածքները։ Ես կարծում եմ, որ խնդիր չկա, այո, որովհետև իմիջիայլոց մադրիդյան սկզբունքները եւս դա են ենթադրում, հա, մադրիդյան սկզբունքներում ենթադրում են, որ այն ադրբեջանցիները, որոնք հեռացել են Լեռնային Ղարաբաղից, նրանք պետքա վերադարձի իրավունք ունենան։ Ի վերջո, ասեմ ձեզ էլի, մենք եթե ուզում ենք ձգտում ենք խաղաղության, խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ որ ոչ մեկ մեղմ ասած էլ վրեժի զգացողություն չի կրում։ Երբ որ ամեն մեկը համարում է, որ այս կամ այն չափով արդարությունը հաստատվել է։ Այդ դեպքում է խաղաղություն հնարավոր։ Եթե հասարակության մի հատ շերտ, կլինի դա Ադրբեջանում, թե կլինի դա Հայաստանում, ապրում է վրեժի եւ հատուցման կարիքով եւ զգացողությամբ, հա, չի լինելու խաղաղություն։ Դուք երբեք չեք կարող երաշխավորել, որ ինչ որ մի հատ խումբ մարդկանց չի գնա ինչ որ մի հատեղ մի ահաբեկչություն չի իրականացնի։ Չեք կարող երաշխավորել։ Ասալայի օրինակը դա է ցույց տալիս, չէ՞։ Ու ասալայի դեպքում տեսեք ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ տեսան, որ միջազգային իրավունքի սահմաններում հնարավոր չի վերականգնել արդարությունը, զենքները ձեռքը վերցրեցին, գնացին իրանց պատկերացած արդարությունը վերականգնելու, հա, իհարկե չվերականգնեցին մեծ հաշվով, բայց մյուս կողմից դա ցույց է տալի, որ ուզում ես երկարաժամկետ խաղաղություն, չի կարող այդ խաղաղությունը միայն ուժի վրա հենված լինել, ուժի դեմ առաջանում է հակաուժ, խաղաղությունը հնարավոր է միայն արդարության դեպքում։ Շատ լավ, եւս երկու հարց եւ դրանով ավարտենք, ելի վերադառնալով Հայակվեին։ Ձեր վերջնական նպատակը քաղաքական տեսանկյունից ո՞րն է։ Դառնալ քաղաքական կուսակցություն, մնալ որպես հասարակական շարժում, ապագայի պլանների հետ կապված։ Հայակվեն բոլոր դեպքերում հիմա նա ազգային քաղաքացիական միավորում է եւ մեր կարծիքով այդ ձևաչափը, օպտիմալ ձևաչափը մեր գործունեությունը շարունակելու համար, որովհետեւ դա հնարավորություն է մեզ տալիս զբաղվելու շատ լայն սպեկտրի հարցերով։ Օրինակ մենք այսօր ձեր հետ խոսում ենք դիտորդական առաքելությունից, դրա մեջ մտնում են կրթական ծրագրեր, բարեգործական ծրագրեր, քաղաքական կրթության ծրագրեր, հետազոտական ծրագրեր, մենք դե բավական մեծ քանակությամբ հետազոտական ծրագրեր ենք նաև ֆինանսավորում, եւ դա մեր համար ըստ էության օպտիմալ ֆորմատ է։ Իդեպ ես ասեմ, այդ կարգի ֆորմատ ձևաչափ չկա Հայաստանում։ Մենք ըստ էության այդ իմաստով լուրջ նորարարություն ենք իրականացրել մեր հանրային կյանքում, ստեղծելով այն ձևաչափերը, որոնք նախկինում պահանջարկված չեն եղել։ Դրանով հանդերձ մենք կարծում ենք, որ մենք չենք կարող անմասն մնալ ընտրական գործընթացներից, ընտրական քաղաքական գործընթացներից, մանավանդ համապետական ընտրություններից։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում մենք կարող ենք ասել, դե մենք օրինակ կարող ենք դիտորդական առաքելություն ստանձնել մեր համար բավարար է, համապետական ընտրությունների դեպքում մենք կարծում ենք, որ մեր ներուժը մեզ հնարավորություն է տալիս նաև համապետական ընտրություններին մասնակցելու եւ մեր դաշնակիցների հետ միասին հնարավոր մասնակցելու ապագա իշխանության ձևավորմանը։ Դրանից չի հետևում, որ մենք պետք է դառնանք կուսակցություն։ Բայց դրանից կարող է հետևի, որ Հայակվեի կազմում կարող են հայտնվել կուսակցություն կամ կուսակցություններ։ Նույնիսկ կուսակցություն, հիշեք, որ Հայաստանում 100-ից ավելի կուսակցություններ են գրանցված։ Բայց այդ դեպքում դուք պետք է նորից ձգտեք դիտորդական առաքելություն իրականացնել, եթե այդ կուսակցությունները մասնակցում են նույն ընտրություններին։ Չէ, տեսեք, այդտեղ շատ հստակ է։ Եթե դու մասնակցում ես այդ ընտրություններին որպես կողմ, իմաստ չունի դիտորդական առաքելություն։ Հա, չէ, իմաստ չունի։ Դու պետք է ընտրես։ Կամ դու ընտրությունների մասնակից ես, կամ դու իրականացնում ես դիտորդական առաքելություն։ Վաղաշաբաթի ընտրությունների դեպքում մենք չենք մասնակցում, որևէ կողմ չէ։ Հասկացա, որևէ մեկին չեք աջակցում։ Որևէ մեկին էլ չենք աջակցում։ Ձեր Հայակվեի նախաձեռնության անդամները որոշներին դեմքով նաև գիտենք, հա։ Իրենք հիմնականում իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են։ Տեսեք, ինչ տրամաբանությամբ ենք մենք գնացել, հա։ Հայակվեն առաջացել է հիմնականում, այո, պրոֆեսիոնալ մասնագիտական շրջանակներից։ Հայակվեի վարչությունը օրինակ, որը 10 անդամ ունի, վարչության 10 անդամներից 5-ը գիտությունների տեխնացուներ են։ Հիմա նորընկով արդեն դոկտոր են կոչվում, բայց 10 անդամներից 5-ը գիտությունների տեխնացուներ են, իրանց ոլորտներում կայացած մարդիկ են եւ մնացածներն էլ, որոնք ասենք գիտական կարիերա չեն արել, բոլորը մասնագիտական ոլորտում կայացած մարդիկ են, ֆինանսիստներ են, կառավարիչներ են, զինվորականներ են եւ այլն։ Ես անձնավորված հարցեր սովորաբար չեմ տալիս եւ իսկապես չեմ սիրում անձնավորված հարցեր տալ, որովհետեւ կարծում եմ, որ պետք է խոսել տրենդերի մասին, քան թե անձանց մասին, չժխտելով իհարկե անձի կարեւորությունը պատմության մեջ։ Բայց Հրայր Կամենդացյանը ինքը ձեր նախաձեռնության անդամ է, չէ՞։ Այո։ Որ ոլորտի ներկայացուցիչ է։ Սոցիալ-տնտեսական։ Սոցիալ-տնտեսական։ Civilnet-ը վերջերս ֆիլմ էր հրապարակել։
կոչվում է Հեյդարից Հեյդար բռնապետության անատոմիան։ Ադրբեջանի քաղաքական համակարգի եւ այնտեղ հաստատված իշխանության մասին է ցույց տալով այդ բոլոր թերությունները, խնդիրները, չգիտեմ, բռնապետության այդ արմատները եւ այլ եւ այլը։ Տակը քիչ 3 եմ նկատել դրա համար։ Ինքը մեկնաբանություն գրել Facebook սոցիալական հարթակում հետեւյալը. դուք թուրք եք, ով նախաձեռնել այս լրատվական տարածումը, զտայրուն թուրք եք, դուք հայ արյունը խմող սրիկաների գործակալ եք։ Կարող ասել ինչու է նման բան արել։ Չեմ կարող ասել, որովհետև չեմ տեսել, բայց բնականաբար կհարցնեմ իրեն։ Ես չեմ տեսել նաև ձեր ֆիլմը կարող ենք փակել այնտեղ դրած է։ Եվ ֆիլմը կնայեմ, եւ ընդհանրապես ասած կարծում եմ, որ այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չի, բայց ես մի հատ իրանից էլ կհարցնեմ, կհասկանամ ինչի համար է ինքը այդ կարգի մեկնաբանություն արել։ Գուցե ձեր հոլաբակում ինչ-որ մի կամ տեսանյութում ինչ-որ մի բան նկատել, որը համարել է, որ պրոթուրքական նարատիվ է, բայց եթե նույնիսկ դա տեղի ունեցել, ինձ թվում է ճիշտ։ Կարող է գրել այս սա պրոթուրքական նարատիվ է։ Չէ, ես կարծում եմ, որ այդ կարգի մեկնաբանությունը ճիշտ մեկնաբանություն չի, անկեղծ ասած։ Անձնավորված հարցեր չեմ սիրում տալ։ Չէ, հասկանալի է։ Տեսնելով Ես իրան կհարցնեմ, անկեղծ ասած, ես չգիտեմ ինչ պատճառով է ինքը այդ կարգի մեկնաբանությունը, բնականաբար չեմ կարող հետևել։ Մենք հարյուրավոր անդամներ ունենք, մենք չենք կարող, ես չեմ կարող բոլորի։ Չենք ձեր ամենաակտիվ անդամներից, որտեղ հենց սոցիալական ցանցերի էջեր ենք մտնում։ Կհարցնեմ իրան, թե ինչա է այդ կարգի մեկնաբանությունը։ Իր մասնակցության բազմաթիվ տեսանյութեր կան ձեր մոտ։ Կհարցնեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Սիվիլյանի տաղավարում ես զրուցեցի Ավետիք Չալաբյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։